Ինչպես կառավարել հիբրիդային աշխատանքային միջավայրը թվային դարաշրջանում։ Այս թեման գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում եւ ես սիրով հրավիրում եմ Actual Business Partner-ի հիմնադիր եւ տնօրեն Լաուրա Վիրաբյանին ձեր ծափահարություններով։ Իմ ելույթին անցնելը թույլ տվեք մի քանի տեղեկատվությամբ ձեզ հետ կիսվել, որը ես ստացել եմ Սիլիկոնյան հովտում իր գործունեությունը ծավալող Դեյվիդ Յանգից, կարծեմ Մամիկոնն էր այդ միջոցառմանը ներկա, կառավարման խորհրդատուների ինստիտուտի կողմից, երբ Յանգը ելույթ ունեցավ, հետաքրքիր ցուցանիշներով մեզ հետ կիսվեց, որ արտակը հաստատ ներկա էր, որ 2035 թվականին լինելու է առաջին միտինգը, որը իրականացվելու է ռոբոտների կողմից, իսկ 45 թվականին լինելու է առաջին ամուսնությունը human եւ robot։ Եվ այդ կոնֆերանսի ժամանակ ինքը զանգեց իր տանը բնակվող իր տան անդամին, 5-րդ անդամին, եթե հիշում եք, եւ խոսեց իր հետ պատմելով Հայաստանի մասին եւ ստացավ շատ adekvat պատասխաններ, եւ եթե մեզ նախապես չտեղեկացնեին, որ ինքը խոսում է իր տան ռոբոտի հետ, մենք երևի մտածենք, որ human-ի մասին է խոսքը։ Իհարկե, ես որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, առհասարակ մենք բոլորս, թույլ տամ մեր մասնագետների անունից խոսելու, մինչև հասցրեցինք կադրից վերածվելու ռեսուրսի, ռեսուրսից վերածվելու տաղանդի, տաղանդից վերածվելու կապիտալի եւ այլն, AI-ը շատ արագ վերափոխվեց եւ այլևս մենք մասնագետներս հաշվի ենք նստում ոչ միայն human-ի հետ, այլ նաև հաշվի ենք նստում human եւ AI ռեսուրսի հետ։ AI-ն էլ է մեզ համար ռեսուրս, ինչ տարբերություն, բայց նրա բանականությունը արհեստական է։ Այսօրվա իմ թեման, որը ընտրել եմ ձեզ համար, առաջի ելույթն է իմ այս թեմայով, ես կուզեմ, որ եթե կլինեն ընթացքում առաջարկություններ թեմայի վերաբերյալ, դուք էլ ինձ օգնեք, ինչու առաջին, որտեղ Հայաստանում այդքան էլ շատ չի լուսաբանվում այս մոտեցումը հիբրիդային եւ հատուկ այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ ընկեր Հայկին, Հայկը այստեղ չի, ով մեզ համար այսպիսի հնարավորություն ընձեռեց, որ մենք կտրվենք մեր առօրյայից եւ գանք մեկ հարթակում լսենք եւ ստանանք համապարփակ տեղեկատվություն AI-ի եւ human-ի մասին։ Ես Լաուրան եմ Վիրաբյան, ինչպես սլայդում տեսնում եք, կառավարման խորհրդատու եմ, էքսպերտիզաս HR-ն է։ Հիմնել եմ ընկերություն Actual Business Partner եւ շուկայում կառավարման համակարգերի ներդրման, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգերի ներդրման ծառայություններ ենք մատուցում։ Եվ այլևս մեր բոլոր process-ների մեջ հաշվի ենք նստում նաեւ AI-ի հետ։ Այն ինչը անում էինք մարդկային ռեսուրսի համար, այլևս նաեւ կիրառում ենք AI-ի պարագայում։ Իհարկե ես մասնագիտական տվյալներ չեմ կարող ձեզ փոխանցել, որտեղ ամեն դեպքում ես մարդկային ռեսուրսների մասնագետ եմ, բայց փորձեմ այդ երկուսի համատեղումը այսօր կիսվել ձեզ հետ։ Հիբրիդային աշխատանքը տեղանքի մասին չէ, ընկերներ, այն կառավարման վերափոխման մասին է, մեր մոտեցումների մասին է։ Նկատել եք, որ վերջերս այլևս չի խոսվում միկրոմենեջմենթ վարելու, չէ՞։ Էլ չենք ասում պետք չէ վարել միկրոմենեջմենթ եւ այլն, այլ առհասարակ խոսում ենք կառավարման այնպիսի համակարգերի մասին, որոնք կարողանում են ինչ անեն ռեսուրսին։ Ներգրավեն, մոտիվացնեն եւ արդյունավետություն ապահովեն։ Այսօր հիբրիդային աշխատանքը շատ կազմակերպություններ ընկալում են որպես աշխատանքի վայրի փոփոխություն, բայց իրականում դա կառավարման համակարգի փոփոխություն է։ Եթե նախկինում կառավարման համակարգը հիմնված էր վերահսկման վրա, ապա հիբրիդ միջավայրում այն հիմնված է վստահության, հաղորդակցության, արդյունքի եւ կազմակերպչական հասունության վրա։ Ինչ է կազմակերպչական հասունությունը։ Իհարկե ես երբեմն այն ինտերպրետացնում եմ ով է կազմակերպիչը, դա մենեջերն է, չէ՞, ղեկավարն է, մարդ ով to manage կազմակերպել։ Հասունություն, երբ մենք գիտակցում ենք, որ որոշ ֆունկցիաներ պետք է պատվիրակենք ռեսուրսին, բայց չունենք այդ կամքը այն պատվիրակելու։
Դեռևս, բայց այս ամբողջ ընթացքում AI-ը գալիս է եւ իր վրա է վերցնում թե պատվիրակման, թե իմպլեմենտացիոն բոլոր գործիքները։ Ինչու հիբրիդային մոդելը դարձավ բիզնեսի համար ռազմավարական հարց։ 20 թվականի COVID-ը իր բոլոր բացասական հետևանքներով նաև մեր աշխատաշուկա բերեց մի դրական մոտեցում, դա հեռավար աշխատանքն է։ Եթե մինչև COVID-ը գործատուների մեծ մասին դու տեղեկացնեիր, որ պատրաստվում ես աշխատանքի մի մասը իրականացնել տանից, միգուցե լիներ ընդդիմություն, որ հնարավոր է այդ քո ֆիզիկական բացակայության համար դու չվարձատրվես կամ աշխատես անարդյունավետ։ COVID-ը եկավ եւ այդ կարծրատիպերը կոտրեց, քանի որ այն ստիպեց մեզ նստելու հաշվի, որ ռեսուրսը նույն արդյունավետությամբ կարող է աշխատանքը կատարել, եթե անգամ ֆիզիկապես ներկա չէ աշխատանքային միջավայրում։ Տաղանդների շուկայի վերափոխումը, որպես HR մասնագետ։ Այսօր լավագույն մասնագետները ընտրում են ոչ միայն աշխատավարձ։ Եվ գիտեք, մեր գործընկերների շրջանում հիմնական դժգոհությունները նա է, որ ինչքան էլ աշխատավարձերի վերանայում ենք իրականացնում, միևնույն է ռեսուրսը չունի այդ լոյալությունը եւ այդ արդյունավետությունը, որը որ մենք իրենից ակնկալում ենք։ Իհարկե աշխատավարձը լավ է, մենք բոլորս ենք աշխատում աշխատավարձի համար նաեւ, բայց հիբրիդային այս միջավայրում, երբ ռեսուրսը կարող է լինել ֆիզիկապես ներկա եւ ոչ միայն, ինքը ակնկալում է մեզանից ճկունություն, ինքնավարություն, մշակույթ, այսինքն տվյալ կազմակերպության ներսում ընդգծված հստակ կանոններ, արժեքներ, արժեհամակարգեր, էթիկաներ եւ այլն, եւ բարեկեցություն։ Իհարկե բարեկեցությունը, եթե մենք կապում էինք աշխատավարձի սանդղակի հետ, այլևս ռեսուրսի համար բարեկեցությունը դա նաև իր կյանքի եւ աշխատանքի բալանսավորումն է եւ իր կարևոր ֆունկցիաներից զատ աշխատանքային նաև մնացած բոլոր անելիքների ժամանակի առումով հասցնելն է։ Կազմակերպչական ճկունության տեսակետից, մոդելը ստիպեց բիզնեսներին վերանայել որոշումների կայացման մեխանիզմները, հաղորդակցության համակարգերը, ղեկավարի դերը եւ հաշվետվողականության համակարգերը։ Իհարկե հիբրիդային միջավայրում եկեք այն դիտարկենք եւ որպես հեռավար աշխատանք, հիբրիդ, եւ որպես աշխատանք, երբ ռեսուրսը այն իրականացնում է AI-ի հետ համատեղ, այսինքն իր գործիքակազմում, ինչպես իմ նախորդ գործընկերը նշեց, իր ֆունկցիաների մեջ ունի նաև գծված կետեր, ընդգծված կետեր, թե երբ կարող է կիրառել AI եւ որ դեպքում դա կարող է կիրառել։ Այս դեպքում մենք որպես կազմակերպություն կամ որպես ղեկավարներ պետք է կարողանանք մեր որոշումների կայացման մեխանիզմները վերանայել եւ հաշվի նստել այդ երկու գործոնի հետ, հաղորդակցության համակարգերը այնպես սահմանել, որ կարողանանք ապահովել եւ պահպանել անվտանգության կանոնները եւ տեղեկատվության արտահոսքը։ Ղեկավարի դերը, եթե այն բաշխում էինք նախկինում T-shape model կա, չէ՞, տեաձև, ծանոթ է ձեզ։ Երբ ղեկավարը պարտադիր չէր, որ ունենար մասնագիտական շատ գիտելիքներ, կարևոր էր, որ ունենար առաջնորդության հմտություններ, կարողություններ, ապա այս դեպքում, հիբրիդի դեպքում, ես համարում եմ, որ երկուսն էլ էական չէ այլևս, մասնագիտական բարձր գիտելիքներ եւ առաջնորդության, քանի որ ինքը հենց աշխատանքի կազմակերպիչ, որպես այդպիսին լավ լինելով, լավ կազմակերպիչ, լավ մենեջերող մարդ, կարող է AI-ի հետ համատեղ ստեղծել այնպիսի համակարգեր, որ ունենալ նույն արդյունավետությունը, ինչը շատ դեպքերում մնում էր առաջնորդների վրա։ Աշխատուժի սպասումները փոխվեցին։
Նոր սերունդները չեն ցանկանում կոշտ կորպորատիվ համակարգեր։ Նրանք ուզում են իմաստ, ճկունություն, զարգացում եւ վստահություն։ Ինչից է գալիս, որ նոր սերունդը սա է մեզանից ակնկալում ընկերներ։ Պարզ է պատասխանը տեղեկատվության հասանելիությունից, չէ՞, մենք շատ արագ ունենք հնարավորություն նոր գիտելիք ստանալու, մասնագիտություն փոխելու եւ վերաիմաստավորելու մեր գործիքակազմը։ Իսկ այս դեպքում, երբ դա մեր աշխատուժն է, երբ ինքը գտնվելով մեր գրասենյակում ունի այդ հնարավորությունը անընդհատ նոր գիտելիքներ ստանալու, ինչ պետք է մենք անենք։ Մենք պետք է իր աշխատանքը դարձնենք իմաստալից, իրեն ներգրավենք բոլոր process-ների մեջ եւ թույլ տանք ընդհուպ մինչեւ որոշումներ կայացնել, այն որոշումները, որոնք որ մենք էինք միայն իրականացնում, մենք ղեկավարներս։ Ապահովենք նրա զարգացումը, եթե ունի հետաքրքրվածություններ այլ ոլորտների, ոչ մեր ոլորտով, մենք ինքներս նրան աջակցենք այդ ոլորտում իր հետաքրքրվածությունը եւ զարգացումը ունենալու հարցում։ Ապահովենք ճկուն աշխատանքային, գրաֆիկը մի քիչ վատ տերմին է, բայց աշխատանքային պայմաններ, որպեսզի նա կարողանա եւ հեռավար եւ օֆիսային տարբերակով իր գործունեությունը ծավալի։ Եվ ամենակարևորը վստահությունը։ Վստահությունը այսօր հենց առաջի իսկ խոսնակից մենք լսում ենք, որ շատ կարևոր է վստահությունը, եւ շատ կարևոր է այդ վստահության վերահսկողությունը։ Դրանք լինեն համակարգերին միտված, թե դրանք լինեն ռեսուրսին միտված։ Իհարկե վստահությունը համակարգերի հանդեպ մենք տեխնիկական առումով կարող ենք կազմակերպել որոշ ուրեմն անվտանգության նորմեր, բայց աշխատակցի հանդեպ վստահությունը մի փոքր այլ պատմություն է, որը ինչքան էլ որ մենք վստահենք նրան այդ տեղեկատվությունը, պետք է կարողանանք այն նաև կառավարել։ Հիբրիդային աշխատանքի ամենասխալ ընկալումը ընկերներ, որ ռիմոութ աշխատանքը դա ազատություն է։ Չէ, դա ազատություն չէ, դա ավելի շատ պարտավորեցնող է եւ ավելի շատ պատասխանատվություն է իրենից ներկայացնում։ Իրականում այս մոդելը պահանջում է հստակ կառավարման համակարգ, կառուցված գործընթացներ, ընթացակարգեր եւ ռազմավարական մռկա համակարգեր։ Որոնք են ռազմավարական մռկա համակարգերը։ Այստեղ ունենք մռկա մասնագետ։ Ինձ կօգնեք այս հարցում։ Բարև ձեզ։ Երբ է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը համարվում ռազմավարական գործընկեր։ Եվ իրագործում է, եւ ունի մանդատ որոշումների կայացման հարցում ռեսուրսի հետ տարվող աշխատանքներում։ Եթե մեզ սրանից մի 5 տարի առաջ դիտարկում էին կամ 10 տարի առաջ դիտարկում էին, որ մարդ գտեք, բերեք, պահեք, չէ՞։ Եվ մենք դառնում էինք ինքնըստինքյան աշխատակիցների շահերի պաշտպանը, որովհետև գտել էինք, չարչարվել էինք, պետք է ամեն ինչ անեինք, որ պահեինք, ապա այս արագ վերափոխվող շուկայում ոչ միայն պետք է գտնենք, բերենք, պահենք, ներգրավենք, այլ կարողանանք մենք ինքներս որպես մասնագետ հասկանանք, թե ընկերության ռազմավարությունը, նրա մարտավարությունը, նրա առաջիկա ցուցանիշները ինչ պատկեր պետք է ունենան եւ ռեսուրսին տանենք դեպի այդ ուղղությամբ։ Իհարկե դրանք իրենցից ներկայացնում են եւ կառավարման համակարգեր, եւ ընթացակարգեր, եւ ռազմավարական մռկա համակարգեր։ Առհասարակ, եթե կազմակերպությունը ունի process-ների կառավարում, հիբրիդ մոդելը արագ դառնում է քաոս։ Իսկ process-ների կառավարումը կամ SOP-ները, դրանք այլևս մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների դաշտում են գտնվում եւ անկախ նրանից ինչ չափով ենք մենք ներգրաված որոշումների կայացման մեջ, օրինակ որևիցե մի որոշման մասին իմանում ենք արդեն իսկ այդ որոշումը կայացնելուց հետո, մենք պետք է կարողանանք նաև մշակել նրա իմպլեմենտացիան եւ process-ները։
Հիբրիդային աշխատանքի առավելություններն ու ռիսկերը ընկերներ բիզնեսի համար։ Շատ կազմակերպություններ արտադրողականության աճը արձանագրեցին ռիմոտ աշխատանքի ընթացքում եւ բացահայտվեց, որ այն արգելքները, որոնք դրված էին ռեսուրսի համար, նվազեցնում էին նրանց արտադրողականությունը, իսկ այն բոլոր արգելքների վերացումները, դրանք ազատ ժամանակ, ոչ ֆիզիկական ներկայություն բերեցին արտադրողականության աճի։ Այսօր բիզնեսը այլևս սահմանափակված չէ, միայն մեկ քաղաքով, չէ, գլոբալացում ունենք։ Եվ կարելի է ներգրավել միջազգային մասնագետների եւ էքսպերտների։ Իհարկե միջազգային մասնագետների եւ էքսպերտների ներգրավման պարագայում լոկալ բիզնեսները միշտ պատրաստական են եղել նաեւ հեռավար աշխատանքի դիտարկմանը, բայց ոչ տեղական մասնագետների մասով, բայց COVID-ը այս հարցն էլ լուծեց, այլևս տեղական մասնագետների եւ էքսպերտների համարել է այն հասանելի, որոնք են հիբրիդային աշխատանքի թաքնված ռիսկերը։ Նրանք դիտարկել եմ 3-ը, ընկերներ, աշխատակիցը կարող է լիարժեքորեն իրականացնել այս 3 կետերը, սակայն չլիներ կապված կազմակերպության հետ։ Եվ առհասարակ չկրել նրա մշակույթը, նրա նորմերը, բայց կատարել իր աշխատանքը եւ չհակնել, չվերցնել իր վրա կազմակերպության բնույթը, բայց կատարել իր աշխատանքը։ Սա մեծ ռիսկ է։ Իսկ նա ինչ է անում, կատարում է առաջադրանքները միշտ on-line է եւ մասնակցում է հանդիպումներին։ Թե այդ հանդիպումներին ինչ տեսքով է մասնակցում, ինչ տրամադրվածությամբ, կարող է առհասարակ էկրանը փակված լինել, նա միայն ֆիզիկապես ներկա լինել, ձայնով ներկա լինել, բայց ոչ այն բոլոր նորմերով եւ կանոններով, որոնք որ կրում է կազմակերպությունը։ Թիմերի արդյունավետ կառավարումը այս հիբրիդային դարաշրջանում ինչպես կարող ենք իրականացնել, ժամանակակից ղեկավարը պետք է անցում կատարի վերահսկողությունից դեպի վստահության, control management-ից դեպի trust management-ը եւ trust-ը իրենից ներկայացնում է կառավարման արդյունավետ մեթոդ, բայց եթե բացակայում են հստակ կանոնակարգերը եւ կառավարման մեխանիզմները, այն կարող է բերել նորից քաոտիկ իրավիճակի։ Հսկողությունից անցումը ընկերներ աջակցության, աջակցությունը ինքը իր մեջ ներառում է այն բոլոր կետերը, որը երկրորդ սլայդում ունեինք, այսինքն լինել ճկուն, հասկանալ ռեսուրսին, տալ նրան հնարավորություն, հաշվի նստել նրան նախասիրությունների հետ, օգնել նրան, որպեսզի ժամանակ ունենա իր նախասիրությունները եւ նախընտրությունները իրականացնելու համար, սրանք են այդ մոտեցումները, աջակցությունը, ներկայությունից, ֆիզիկական ներկայությունից դեպի արդյունավետություն։ Բայց այս ամենն էլ իր մեջ ունի ռիսկեր, երբ մենք ինքներս չենք տեսնում ռեսուրսին, թե նա դա ինչպես է իրականացնում։ Բարձր արդյունավետության հիբրիդ թիմերը փորձը ցույց է տալիս, որ ունեն հոգեբանական անվտանգություն, այսինքն չկա տրավմա, ինքը ֆիզիկապես ներկա չէ աշխատանքային միջավայրում եւ զերծ է մնում բազմաթիվ տրավմաներից, բայց իրականացնում է իր աշխատանքը։ Հստակ պատասխանատվություն, իհարկե կան դեդլայններ, կան նշված ժամկետներ, կան գործառույթներ, որոնք որ պետք է իրականացնի, բայց պատասխանատվության մասով թե դա օրվա որ ժամին է նա իրականացնում, դա ինքն է որոշում։ Կառուցվածքային հաղորդակցություն, երբ հիբրիդ տարբերակով մենք ունենք թիմ, ով ֆիզիկապես ներկա չէ, հաղորդակցության մասով ինքն է պահանջում, թե ես որ հարցերով ում հետ պետք է շփվեմ եւ ում հետ իմ կապը պահեմ։ Իսկ երբ մարդը ֆիզիկապես ներկա է ընկերությունում, այդ հարցերը իր մոտ չեն առաջանում, քանի որ ինքը կազմում է մի մասը այդ հաղորդակցման մեխանիզմների եւ կազմակերպության։ Ուժեղ առաջնորդություն եւ համատեղ մշակույթ։ Հաշվետվողական համակարգերը, հիբրիդային միջավայրում հաշվետվողականությունը պետք է կառուցվի ոչ թե վերահսկման, այլ թափանցիկության վրա։ Ավելի լինենք visible, չէ, ավելի լինենք պարզ մեր ռեսուրսի համար։ Աշխատակիցը պետք է հստակ իմանա, ինչ արդյունք է իրենից սպասվում, ինչ KPI-ներ ինքը ունի, դեպ KPI-ների մասին գրեթե
գրեթե բոլոր խոսնակները խոսեցին, մենք հայկական իրականությունում շատ ենք սիրում այդ բառը, բայց գործարարների մի մասը այն վախենում է ռեալ կիրառել եւ վերջին պահին երբ կան ցուցանիշներ, միևնույն է ինքն է որոշում կայացնում, ինքն է դառնում KPI համակարգը վճարման դեպքում ժամանակ, բայց հիբրիդային աշխատանքային միջավայրը պահանջում է հստակ KPI համակարգերի սահմանում եւ ներդրում եւ չափելիություն յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքի մասով։ Եվ ինչ վերջնաժամկետներ ունեն։ Վերջնաժամկետ բառը որտեղից է առաջացել։ Deadline բառը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ կային Եվրոպայում բազմաթիվ գաղութներ, չէ, այդպես գաղութական պետություններ էին դարձել, գերիներին պահման, պահելու, կերակրելու սպատ բառ է, իրենց առօրյան պահելու համար ունեին դժվարություններ եւ որոշում կայացրեցին, որ ազատ տարածություններում օղակներ են անելու եւ բաց են թողնելու գերիներին։ Այն բոլոր գերիները, ովքեր կտեղավորվեն օղակների ներսում, կապրեն, կշարունակեն ապրել։ Իսկ այն գերիները, ովքեր այդ գծերից դուրս, deadline, նրանք պետք է գնդակահարվեին։ Իհարկե պատմությունը շատ վատն է, բայց այն եկել է այլևս շատ վաղուց կառավարման մեջ, եւ մենք այն կիրառում ենք որպես ժամկետների վերահսկման տերմին, deadline-ը, իսկ հիբրիդային աշխատանքի պայմաններում, երբ դու ունես բիզնես, որը եւ հիբրիդ է, եւ in-house է, պետք է ունենաս կանոնակարգեր ժամկետների վերահսկման, պահպանման եւ մոտիվացման եւ պատժի մեխանիզմներ այդ ժամկետների։ Հիբրիդ միջավայրում հաղորդակցությունը պետք է նախագծված լինի, պետք է սահմանված լինեն սինխրոն հաղորդակցության, իրական ժամանակում հաղորդակցության մեխանիզմներ, ասինխրոն հաղորդակցություն, ոչ միաժամանակյա հաղորդակցություններ, էսկալացիայի կանոններ, խնդիրների բարձրացման, փոխանցման կարգեր, եւ եթե չեմ սխալվում, կան ծրագրեր, որոնք դա ապահովում են, եւ հանդիպումների մշակույթ, հանդիպումների կազմակերպման եւ վարքագծի համակարգեր։ Աշխատակիցների ներգրավման մշակույթը։ Ներգրավվածությունը հիբրիդային իրականությունում։ Ներգրավվածությունը այլևս չի ստեղծվում միայն գրասենյակային մթնոլորտով, այժմ այն ստեղծվում է առաջնորդական վարքագծով, հաղորդակցության որակներով, ճանաչման համակարգերով եւ զարգացման հնարավորություններով։ Հիբրիդ մոդելով աշխատող ընկերությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն աշխատակիցների ճանաչողության վրա եւ բոլոր այն աշխատակիցները, ովքեր տեսանելի չեն մյուսների համար, պարբերաբար նրանց մասին բարձրաձայնվեն, ներկայացվեն, իրազեկվեն եւ ճանաչելիությունը բարձրացնեն, որտեղ կա ընկերություն ռեալ, որտեղ տեսնում ես 50 հոգանոց անձնակազմ հաստիկացուցակի մեջ, բայց երբ գնում ես նրանց հետ շփվելու, տեսնում ես 15 հոգի։ Այսինքն մնացած բոլոր թիմակիցները աշխատում են հեռավար տարբերակով։ Եվ երբ հարցնում ես թիմակիցներին, արդյոք ովքեր են նրանք, գրեթե մեծ մասը չի ճանաչում։ Եվ ասում է, չգիտենք, իրենք հեռավար են աշխատում, մենք չգիտենք իրենք ովքեր են եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ կան մեծ այսպես գեփեր, որ այդպես էլ չեն ընկալում, թե իրենք ընկերության համար ինչ են անում։ Ապագայի հիմնական ուղղությունները մարտկարեսների կառավարման հիբրիդային աշխատանքային միջավայրի համար, դրանք հեռավար կազմակերպություններն են, ճկուն աշխատուժի մոդելներն են, թվային մարդկային ռեսուրսների էկոհամակարգերն են, արհեստական բանականությամբ աշխատող աշխատավայրերն են եւ աշխատակիցների բարեկեցության տնտեսությունն է, էկոնոմիկան, որը մենք եթե կրում ենք այդ մոդելը, թեկուզ մեկ աշխատակից ունենք հեռավար աշխատող, պետք է այս ամենի հետ հաշվի նստենք։ Դե AI-ի մասին շատ խոսեցին իմ ընկերները, ես էլ փորձեմ մի փոքր անդրադառնամ, թե կազմակերպություններում, խոշոր վերազգային կազմակերպություններում ինչպիսի ծախսեր են նրանք գոյացնում, եթե օրինակ մինչև այս բուրըն զարգացումը AI համակարգերի, եթե օրինակ հիմնադիրը ուներ տարեկան պլանավորված բյուջե, թե ռեսուրսի ներգրավման, նրա զարգացման, աշխատուժի բարեկեցության ապահովման համար որքան ֆոնդեր է տրամադրելու, ապա այդ ֆոնդերի մեջ այլևս հաշվառվում են, թե AI գործիքների վրա որքան ֆոնդեր են տրամադրվելու եւ սրանք այն ցուցանիշներն են, փաստեր են,
Amazon-ը 200 միլիարդ դոլար, հա, ներդրում է անում AI գործիքների ներգրավվածության համար, Google-ը, Microsoft-ը, Meta-ն եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հսկայական ներդրումներ են կատարում AI-ում, ներդրումները տեղափոխվում են մարդկային ռեսուրսներից դեպի AI լուծումները, եւ AI-ը դառնում է բիզնեսի հիմնական մրցակցային առավելությունը։ Եթե օրինակ ասում ենք ներգրավենք լավագույն մասնագետների, որպեսզի նրանք կարողանան թիմը առաջ տանեն, բիզնեսը առաջ տանեն, հիմա բիզնեսը մտածում է ինչ AI գործիքներ ձեռք բերեմ, որ կարողանամ այս եղած ռեսուրսից գումարեմ AI-ը, որ ստանամ արդյունավետություն, այսինքն այդ վեկտորներն են այլևս փոխվել։ Այստեղ տեսնում ենք էվոլյուցիան, իրեն ուզում եմ տեղայնացնենք մեր աշխատանքային միջավայրի մեջ։ Սիրին հիշում ենք, չէ, Ալիսա Սիրի, ինչ էինք իրենց հարցնում, ինչ էինք հարցնում։ Ես ի նկատի ունեմ ընկերներ աշխատանքի ժամանակ, հա, աշխատանքային միջավայրում, ոչ թե մեքենայի մեջ կամ առօրյայում, ինչ էինք հարցնում։ Ինչ-որ հարց էինք տալիս, որից ակնկալում էինք պատասխան, որը դառնալու էր ժամանցի տեսակ, չէ, ոչ թե data կամ վերլուծություն։ ChatGPT փուլը երկրորդ փուլ էվոլյուցիան, ինչ է նա մեզ տալիս աշխատանքային միջավայրում գտնվելիս։ Նա մեզ տալիս է բովանդակության ստեղծում, վերլուծություն եւ ծրագրավորում, աշխատանքային առաջադրանքների իրականացում։ Եվ իհարկե այլևս որ թվականից հետո է, 2022-ից հետո է, չէ, համարվում երրորդը, եթե չեմ սխալվում, իհարկե իմ գործընկերները ավելի լավ կիմանան, AI-ը պարզապես գործիք չէ, այն դարձել է աշխատանքի ակտիվ մասնակից։ Մենք ինչ պետք է անենք, մենք HR-ներս ինչ պետք է անենք, եթե մշակում էինք SOP-ներ, այլևս SOP-ների մեջ պետք է ունենանք հատուկ բաժիններ, որտեղ կան AI-ի կիրառելիության մասին ընթացակարգեր, էլ ինչ ֆունկցիաներ ունենք, կազմում ենք պաշտոնի անձնագրեր, չէ, պաշտոնի անձնագրերում հստակ գրվում էր յուրաքանչյուր հաստիքի կատարողականը։ Եվ այդ կատարողականի մեջ հղում տանք, որ եթե ռեսուրսը կիրառել է AI գործիք, ապա հաշվետվության ժամանակ պետք է նշի, թե այդ AI գործիքը որն է եղել եւ որ հատվածում այն կիրառվել եւ ստացած լուծման որ մասնաբաժին է կազմում AI-ի կողմից տրված լուծումները։ Ինչու՞։ Չէ՞ որ վերջում որոշումների կայացումը գալիս է մի դաշտ, որը մենեջմենթն է, չէ՞։ Եվ որքան էլ որ AI-ը զարգանա, որքան էլ արհեստական բանականությունը գա մեր առօրյա եւ ռեսուրսին փոխարինի, բայց երկու կարևոր կետ՝ պատասխանատվությունը եւ որոշումների կայացումը իմ կարծիքով human-ինն է, մարդունն է եւ այո, ինքը տալիս է մեզ լուծում, չէ՞, ինչ լեզվով որ մենք նրան հարց ենք տալիս, այդ լեզվով էլ մեզ տալիս է լուծում։ Պատկերացնում եք ինչքան ընթացակարգեր պետք է մշակել կազմակերպության ներսում, թե ինչպես խոսել AI-ի հետ, որ այս փուլում ստանալ ինչ լուծում եւ լուծման ժամանակ հղումներ տալ հաշվետվությունների մեջ այդ մասին նշելով։ AI քաղաքականություններ եւ պատասխանատվություն վստահիր, բայց ստուգիր, պարտադիր։ Շնորհակալություն։ Հիբրիդային աշխատանքի նոր մոդելը կազմակերպությունները պետք է ստեղծեն AI policy-ներ այլևս կիրառելիության մասով, պետք է հստակ նշվի AI-ի օգտագործումը, որ բաժնում, ինչ չափաբաժնով եւ ինչ հարցերի դեպքում, աշխատակիցները պետք է նշեն AI-ից օգտվելու փաստը իրենց հաշվետվությունների մեջ, չթաքցնեն, ինչպես Գոռը հարց տվեց, որ կա այդպիսի կոմպլեքս, որ աշխատակիցը օգտվում է AI-ից, բայց չի ուզում բարձրաձայնի, որ լուծումը վերցրել է այնտեղից, կորպորացիաներում դա պետք է հստակ նշվի, ղեկավարները պետք է տարբերակեն AI-ի պատասխանատվությունը մարդու պատասխանատվությունից։ Չէ՞ որ իրենք են վերջին այսպես որոշում կայացնողները եւ իրենց վրա է պատասխանատվությունը։ Հիմա այս դեպքում թե նրանք որ մեկից ինչ չափաբաժնով կվերցնեն տեղեկատվությունը եւ որոշում կկայացնեն, իրենց վրա է դա։ Եվ Microsoft-ի օրինակը իհարկե այն ընկերություններից է, որ այդ համակարգերը ավելի ճկուն է կիրառում եւ ասում է, որ պետք է ղեկավարները հաճախ
դեռ փորձում են վերահսկել ներկայությունը աշխատակցի։ Սա ժամանակակից աշխատանքային միջավայրի գլխավոր կոնֆլիկտներից է, բայց հիբրիդային աշխատանքային միջավայրում կարևորությունը ոչ թե վերահսկողությունն է եւ ֆիզիկական ներկայությունն է, այլ ճկունությունը, ինքնավարությունը եւ իմաստալից աշխատանքը։ Ինչ ունենք մենք հայաստանյան իրականությունում, ընկերներ, Հայաստանի բիզնես միջավայրի խնդիրները, գործընթացների կախվածությունը մարդկանցից, դեռևս դրանք կախված են, չնայած մենք հանդիսանում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների առաջամարտիկներից աշխարհում, չէ՞, մեր երկիր, եթե այդպես կարող եմ ես ասել, որ մենք ունենք փայլուն մասնագետներ, ովքեր փոփոխություններ են բերում այդ ոլորտում եւ մեզ հետ հաշվի են նստում, որպես ոչինչ որ փոքր պետություն ենք, բայց ներսում լոկալ շուկայում դեռ մեր գործընթացները կախում ենք մարդկանցից։ Երկրորդը թույլ պատվիրակության մշակույթը թույլ չենք տալիս, որպիսի ռեսուրսը այն իրականացնի, մինչդեռ AI-ին թույլ ենք տալիս, որ նա դա մեզ հայտնի ինչպես իրականացնենք։ Կենտրոնացված որոշումների կայացում ունենք, այո, որոշումների կայացումը շատ դժվարությամբ ենք պատվիրակում ղեկավարներին, մասնագետներին եւ դա դեռևս մեր վրա ենք թողնում ղեկավարների, KPI համակարգերի բացակայություն, ինչպես նշեցի իմ խոսքի սկզբում, գրեթե բոլոր գործարարները կիրառում են KPI տերմինը, բայց եթե փորձենք հասկանալ, թե այդ կիրառելությունը պրակտիկայում ինչ արդյունավետություն ունի, տեսնում ենք, որ այն միայն ձևական բնույթ է կրում, բայց ոչ իմաստալից։ Եվ կառավարման հասունության բացակայություն, կառավարման հասունություն իհարկե այնպիսի տերմին է, որը գիտեք, շատ ուժեղ մասնագետ պետք չի լինել, որ հասկանալ, թե առհասարակ կառավարումը իրենից ինչ է ներկայացնում, կամ պետք չէ բոլոր խելացի գրքերը կարդալ, որ հասկանալ այն իրենից ինչ է ներկայացնում։ Պետք է պարզապես զգալ ժամանակի պահանջները, հաշվի նստել այդ պահանջների հետ եւ կառավարումը պատվիրակել համամասնորեն եւ AI-ին եւ human-ին։ Եվ որպես եզրակացություն, հիբրիդ մոդելը պարզապես աշխատանքի ձև չէ, այն կազմակերպության հասունության թեստն է, հաջողում են այն ընկերությունները, որոնք ունեն հստակ կառավարման համակարգեր, վստահության մշակույթ, այլևս անցում են կատարել իրենց կոնտրոլ մշակույթից, վերահսկողական մշակույթից դեպի վստահությունը եւ զարգացած HR ռազմավարություն։ Այս դեպքում AI-ի արհեստական բանականության եւ մարդկային կապիտալի սինխրոնացումը կարող է շատ ուժեղ էֆեկտ տալ ցանկացած բիզնեսի զարգացման եւ առաջընթացի հարցում։ Շնորհակալություն։ Եթե մինչև հիմա միկրոմենեջմենթով աշխատակիցներին խանգարում են ղեկավարները, ավելացել է նաև որ ChatGPT-ն ուրիշ բան է ասում։ Ինչ անեն աշխատակիցները։ Ինչ անեն աշխատակիցները։ Աշխատակիցները այստեղ անելիք չունեն, քանի որ միկրոմենեջմենթը դա որոշում է վերևից։ Այսինքն, եթե ղեկավարը կրում է այդ մշակույթը, որ ինքը ամեն դետալի մեջ պետք է ներգրավվածություն ունենալ, ամեն դետալ պետք է ճշգրտվի, հետո նոր գնանք դեպի իմպլեմենտացիան, այստեղ աշխատակիցը երկու տարբերակ ունի, կամ դուրս գա աշխատանքից, կամ հարմարվի այդ միջավայրին։ Բայց արդյունավետության տեսակետից ինչ կարող են նրանք կորցնել՝ ժամանակ, լավ ռեսուրս, արդյունավետ կառավարում, գրավիչ գործատու լինելու հանգամանք եւ վերջիվերջո ռեսուրսը չի մնա, ինքը կլքի այդ ընկերությունը։ Դրա համար միկրոմենեջմենթը այլևս չենք քննարկում, ոնց որ մոտիվացիան մի քիչ այլևս որպես մասնագետներ, ես ցա որպես կառավարման խորհրդատու եմ նշում, մենք այլևս չենք քննարկում մոտիվացիան, բայց սա առանձին թեմա է, որի մասին կարող ենք հետո խոսել։ Եթե կան հարցեր։ Լաուրա ջան, ես ունեմ հարց։ Տիգրան, երեք դու ինձ այնքան հարց ես տվել։ Մի հատ մնացել էր, դու նշեցիր հիբրիդային աշխատանքի հետ կապված, բայց շատ լավ բան է հիբրիդային աշխատանքը, բայց արդյոք երբ որ աշխատակիցը չի հարմարվում նաև հիբրիդային վճարման ձևաչափին։ Այսինքն, եթե հիբրիդային է, օրինակ գործարքային է, ոչ թե ամսեկան։ Մենք մի հատ ծանոթ IT մասնագետ ունեի, բարեբախտաբար ինքը իմ մոտ չի աշխատում, ինքը այնքան պրոյեկտ էր վերցրել։ Երևի մի 10 հատ պրոյեկտ վերցրել ու ինքը ասում է ոչ թե աշխատում եմ, որ պրոյեկտը վերջացնեմ, այլ հրդեհները մարեմ։ Այսինքն մի
պատվիրատուն գալիս է իր գործն անում, հետո դադարեցնում է, մյուսն անում, ու ինքը հեռավար աշխատանքի մեջ էր։ Հիմա այդ հեռավար աշխատանքի մեջ, եթե քո աշխատակիցը չի ընդունում նաև վճարային համակարգ, ապա ինչ անել։ Գործարքայինի նկատի ունեմ։ Դե հիբրիդային աշխատանքին, գործարքային աշխատանքի վարձատրությանը հենց բնորոշ է դա ամերիկյան համակարգն է, չէ՞, ինքը կոչում ենք սրճարանի էֆեկտ։ Ինչ պատվիրում ենք, դրա դիմաց վարձատրում ենք։ Դա չի գնում դեպի ֆունկցիոնալ դաշտը, որ նրա ֆունկցիաների մեջ ինչ գործառույթներ են գրված, այլ հենց այդ ամսվա համար ինչպիսի առաջնահերթություններ ունենք, դրա համար է ինքը պաժար հանգցնող։ Ինչպիսի առաջնահերթություններ ունենք, այդ առաջնահերթությունները տալիս ենք այն մասնագետներին, որոնք կրում են հիբրիդ բնույթ, իրենց պատվիրում ենք կոնկրետ հենց այդ աշխատանքը եւ վճարում ենք հենց կոնկրետ այդ աշխատանքի համար, ինքը սրճարանի էֆեկտն է, եւ դա փոխել հաստիկացուցակային էֆեկտի խորհուրդ չեմ տա, այն կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել, իսկ վարձավճարային համակարգերը, KPI-ները, գրեյդավորման համակարգերը, բոնուսային համակարգերը, սրանք շատ մեծ անհրաժեշտություն ունեն մասնագիտական ուրեմն քննարկումների եւ կարծիքների դիտարկման հենց այս փուլում, երբ AI եկել է եւ փոխարինում է մարդուն։ Հարցս հետեւյալն է։ Ունենք երկակի ինչ որ մի հատ մոտեցում։ Մի կողմից մենք հասանք նրան, որ վերջնի վերջո ընկերությունները ինչ որ ձևով, նաև Հայաստանում սկսեցին գալ human to human բանաձևին եւ մոտեցմանը, եւ մյուս կողմից մեկ էլ եկավ AI-ը, ասաց բարև ձեզ։ Հիմա այստեղ մի հատ բան ուշադիր էի անգամ երբ որ նայում էի հեռախոսից։ Միտքս սեր հետ էր։ Ինչ անել, որ այդ մարդու հետ շփումը պահպանել։ Վերջնի վերջո մի լավ օրինակ բերեցիք, որ ընկերություններում, որտեղ կան հիբրիդային աշխատանք կամ ռեմոտ աշխատանք, շատ ժամանակ դու գալիս ես ու հարցնում ես այս աշխատողը ուր է, ասում եմ, չկա, չգիտեմ, չեմ տեսել, հա մի հատ տենց ինչ որ կյաժի վրա տղա էր, հա, ու չենք ճանաչում ոչ ոքս, ոնց անել, որ մարդիկ իրար հետ շփվեն, քանի որ վերջնի վերջո մենք սոցիալական կենդանիներ ենք, մենք իրար հետ շփման մեջ ենք։ Եվ ոնց որ Գարիկն էլ օրինակներ բերեց, ոնց է AI-ը դեգրադացվում մեր չմասնակցության պատճառով։ Ճիշտ եմ հասկացա, Գարիկ։ Այս էր հարցս։ Կուզեի կիսվեիք, էլի։ Հա, շնորհակալ եմ Էլմիրա ջան։ Իհարկե սա մեծ կամքի դրսևորում է մեզանից պահանջում, որպեսզի մենք մասնագետներս կարողանանք ապահովել այդ միջավայրը, իսկապես նախ մեզ պետք է տրվի իշխանություն այդ միջավայրը ապահովելու համար, մեզ պետք է տրվի որոշումների կայացում, հետո նոր միջավայրի ապահովում, ինչու, որտեվ նույն մեր դառը փորձից ելնելով, ճիշտ է ես ինքս իմ թիմն է HR իմպլեմենտացնողը, ես արդեն մի քիչ ավելի փոխվել եմ HR համակարգերից, բայց ունեցել եմ տարիներ առաջ այդ խնդիրը, երբ աշխատում էի ընկերությունում, տեսնում էի խնդիր հաղորդակցման, որ թիմերի միջանձնային կապը այդքան լիարժեք չէ աշխատանքային միջավայրում, բայց աշխատանքային միջավայրից դուրս կապը շատ մեծ է եւ նրանք տեղյակ էին նրանց միմյանց գրեթե առօրյայից, բայց ոչ աշխատանքային ֆունկցիաներից եւ իրենց կատարողականից։ Եվ երբ առաջարկ ներկայացվեց այդ ընթացակարգը մշակելու, ներդնելու, կամք չդրսևորվեց եւ իշխանություն չտրվեց այդ ամենը իրականացնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք մեր համայնքը առհասարակ սկսեց ավելի շատ մեծ հանդիպումներ ունենալ ոչ թե ռեսուրսի հետ, այլ ղեկավարների հետ, օուներների հետ, CEO-ների հետ, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր հիմնական ֆունկցիաները, որոնցից մեկն է հենց հաղորդակցման մեխանիզմների մշակումը, թիմերի ներսում երեք ես Մանթաշյանցում էլ այդ մասին խոսեցի, ձևական եւ ոչ ձևական թիմերի ներսում առաջացած այդ խզումները եւ որի վրա ուշադրություն դարձնել, ձևականի թե ոչ ձևականի։ Եթե մեզ դա տրվի այդ մանդատը, իհարկե դա մենք կարող ենք իրականացնել եւ լուծել այդ խնդիրը։
Նախկինում, երբ որ տեխնոլոգիական փոփոխություններ են եղել, զարգացումներ, որոշ մասնագիտություններ արանքից դուրս են եկել, նորերն են high-tech ու որոշ մարդիկ, ովքեր նպատակասլաց են եղել, ճկուն են եղել, կարողացել են հարմարվել եւ գտնել նոր իրականությանը, հա։ Հիմա տեմպը փոփոխությունների այնքան արագ է լինում ու գնալով հնարավոր է շատ ավելի արագ տեղի ունենա process-ը ու մարդիկ հնարավոր է նույնիսկ ովքեր ուզում են փոխվել զարգանալ եւ նոր իրականությունում գտնել աշխատանք, եթե իրանց աշխատանքի վրա դա ազդելու է, բայց իրան կարող է չհասցնեն, որովհետեւ այդ գործընթացը շատ արագ տեղի ունենա։ Հիմա ինչ խորհուրդ կտաք, որ ոնց անեն մարդիկ, որ կարողանան այս արագ տեմպի ու քաոսի մեջ այդ վախը հաղթարեն, որ վաղը մյուսօր եթե իրանց վրա ազդի դա, իրանք կարողանան նոր իրականության մեջ գտնել իրանց մասնագիտական աճը։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ ակտուալ է ձեր հարցը, ասեմ, որ ինչպես դա լուծել այդ խնդիրը, կոտրել բոլոր կարծրատիպերը կապված ժամկետների եւ արագության։ Ինչու՞։ Մեր խնդիրը AI հետ ո՞րն է, մեր մրցակցությունը, արագությունը, չէ՞։ Այս վերջերս Ռուբենը Հայրապետյան մի հետաքրքիր ինֆորմացիա մեզ հետ կիսվեց Մատենայում, որ Գարվարդի ուրեմն ժուրնալ հայերեն եմ փնտրում, որ ասեմ, ինչպես ամսագիր։ Ամսագրերից մեկը, ով ունի գրված փոլիսիներ, ընթացակարգեր, թե որ փուլում մասնագետի կողմից ներկայացված հոդվածը, ինչ ժամկետներում պետք է ինչ վերանայումներ անցնի, ինչ հաստատումներ անցնի, դա տևում է 1.5 տարի։ Եվ ահա մի փորձագետ, ով դիմում է AI համակարգերի մասին մասնագիտական հոդվածի թողարկման համար, մինչև այդ բոլոր փուլերը, որոշումները անցնում է եւ թողարկվում է, մեծ բում է առաջանում եւ մասնագետերի մեկ այլ խումբ դիմում է այդ ամսագրին, խմբագրերին, որ վաղեմության ժամկետի հետ խնդիր ունենք, այս տեղեկատվությունը թարմ չէ։ Հիմա մենք ո՞նց անենք։ Մենք գործարարներս ինչպես վարվենք այդ արագության հետ։ Գնանք էլի մեր ընթացակարգերը։ Եթե մեր որոշումների կայացման մեջ կան ժամկետներ, որոնք որ մենք պահում էինք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որ օրինակ կարճ է sense բան վիզա դնել, մինչև բոլոր բաժիններով կպտտվի, կգա մեզ մոտ, նոր մենք կկայացնենք որոշում։ Դրանք հին են արդեն։ Պետք չէ այդ մոտեցումները կիրառել, պետք է լինել ճկուն, արագ, կողմնորոշվող, ղեկավարի դերը հենց դրանում է։ Ես նշեցի իմ խոսքում, որ պետք չէ լինել շատ գիտակ այլևս, շատ կարդացած կամ մենեջմենտ ուսումնասիրած մարդ։ Պետք է մի քանի հատկանիշ ունենալ, որը քեզ կօգնի թիմը լիարժեք ղեկավարել։ Իսկ դրանք հենց այդ առաջնորդության հատկանիշներն են՝ ճկունությունը, արագությունը, պարզությունը, չխճճելը, հստակությունը, եւ սա եւ դուր է գալիս թիմին եւ արդյունավետ է որոշումների կայացման եւ զարգացման համար։